Հանուն Հոր և Որդվո և Ոգվույն Սրբո ամեն։ Բարի գիրագի բոլոր ունգընտրուներուն, այսօր առաջին գիրագին է Քրիստոսի հարութենեն ետք, հետևաբար նոր գիրագի գուգոչվի, և այս նոր գիրագին բոլորիս նաև վերանորոգումի գիրագին է։ Քրիստոս իր հարությամբ վերջ դրավ մահվան իշխանության և հույս տվավ, որ մենք ալ իր հետ միասին պիտի կարենանք հարություն առնել և հետևաբար նաև այդ գեղեցիկ արտահայտությունը կա մեր ձեսի մեջ, որ գսե անոնք որ կննչեն հուսովն հարության, այսինքն անոնք որ կննչեն կմահանան, բայց իրենց հոգիին մեջ և սրտին ունենալով հարության աս հույսը, որ անկարելի է, որ զիրենք հուսախաբցկե։ Այսօր ուրեմն պիտի փորձենք շարունակել մեր դասախոսություններու շարքը Մխիթարյանագիտական 19-րդ թիվը ընթերցումներու նվիրված և միշտ Գրահեմ Գրինի Հովհաննես 20-րդ 9-րդի այդ գործին, որ իբր առարգա արածենք և ուշադրություն կդարձնենք այս գործին վրա, հատկապես իմ կողմից կատարված արևմտահայերեն աշխարհագրի թարգմանության առիթով։ Քննարկել է հեղինակի կողմից շարադրված գրքին ճակատը, անցած էինք ուսումնասիրելու բահմը արագ կերպով համառոտ ծոնը, որ կատարած էի թարգմանության առիթով, և սկսած էինք խորասուզվել հառաջապանի մեջ բավական երկար, որու նպատակն է ճշտել այն միջավայրը, դրդապատճառները, որոնք մղած են զիս այս գեղեցիկ Գրահեմ Գրինի անգլիացի գրագետի «Գոհար» փոքրիկ գործը թարգմանելու։ Ուրեմն վերջին մեր դասախոսության ակնարկած էինք և կենտրոնացած այն հարաբերության, որ ստեղծված էր և ընդհանրապես կստեղծվի խոսքի սպասավորիմը և իր աշակերտության։ Հետևաբար ակնարկած էինք Հայր Լևոն Զեքիյանի, որ մատղաշ տարիքես իմ և դասընկերներուս, հետևաբար պատանեկու տնես, Սուրբ Ղազար Մայրավանկեններս, մեզի ինքը կփոխանցեր նաև իմիջիայլոց ուրիշ խոսքի սպասավորներու կարգին, Փերանացի ավանդված խոսքը